Սա երևի ամենաթույլ մեղվանտանիքներից մեկն ենք բացել։ Էսա, եթե տեսնում ենք, այս վերևի հատվածում մեղրի պաշար է, այստեղ այնա ձվարկած, փակ եւ բաց ворթեր, նաեւ նոր դրված ձու կա։ Այս մի ընտանիքը համարվում։ Այս լրիվությամբ ինքը համարվում է մեկ ընտանիք, 2, 4, 6, 8 շրջանակ ունեցող, ու հիմա այստեղ եթե ուշադրություն դարձնենք, այստեղ արդեն սերեկած մեղրն է, որ արդեն պատրաստ է ձմեռման, այստեղ դեռևս բաց է, ու դրանցից պետք է դուրս գա սովորական աշխատավոր մեղուներ։ Հիմա արդեն այլ մեղվի համար ձու փեթակի ներսում չի լինում։ Քամելու ընթացքում եթե քամում ենք, աշխատում ենք, որ այդպես իդեալական տարբերակն է լինում, որ շրջանակը լրիվությամբ պատած է լինում մեղրով, մեջը որդու ձու չի լինում, բայց Հայաստանում բնության այս պայմաններում այդպես հիմնականում չի լինում։ Աշխատում ենք մեղրաքամի ժամանակ օգտագործել այն բոլոր շրջանակները, որոնց 2/3-ը արդեն փակ, ոչ թե մեղր կավրեն, այլ այստեղ եւս պետք է դնենք մեկ բարձ, որպեսզի տաքություն ապահովենք մեղվափեթակի ներսում, պետք է լինի փակած արդեն սերեկած, որ լինի հասունացած մեղր եւ նոր կարտարենք մեղրաքամ։